69 թվականի աշուն հռոմեական զորքերը շարունակում էին Տիգրանակերտի պաշարումը։ Պաշարման գործը Լուկուլոսը հանձնարարել էր իր հավատարիմ զինակից Սեքստիլիուսին, որը ըստ հույն պատմիչ Ապիանոսի շրջափակելով Տիգրանակերտը իսկույն գրավել էր պարիսպներից դուրս գտնվող արքայական պալատը, իսկ քաղաքը և միջնաբերդը պատել էր պատնեշներով և խրամուղով։ Տիգրանակերտի պահապան զորքը բաղկացած էր հույներից և կիլիկեցիներից, որոնց Տիգրանը գաղթեցրել էր Կիլիկիայից և Կապադովկիայից և տվել քաղաքացու իրավունքներ Տիգրանակերտում։ Տիգրանակերտում առկա էին նաև Միհրդատյան պատերազմների արդյունքում Պոնտոսից փախուստի դիմաց հունական զորամասեր, որոնք անցել էին ծառայության Տիգրանակերտի կայազորում։ Մոտ 6 ամսվա ընթացքում Մանկայոսի արդյունավետ մարտավարության շնորհիվ հռոմեացիների գրոհները հանդիպում էին անսասան դիմադրության։ Քաղաքի պաշտպանները համառորեն հետ էին մղում բոլոր գրոհները, չթողնելով հռոմեական զորքերին գրավել պարիսպները, սակայն պաշտպանությունը անվերջ չէր կարող շարունակվել։ Այս ժամանակահատվածում Տիգրանը զորահավաք կատարեց, որին ակտիվորեն մասնակցեցին վասալային պետությունները։ Տիգրանին օգնության եկան Ադիաբենեի և Ատրպատականի թագավորները, ինչպես նաև ըստ Պլուտարքոսի օգնական զորամասեր եկան Վիրքից, Աղվանքից և Արաբիայից։ 69 թվականի աշնանը, հավաքելով ըստ փոքրասիական պատմիչ Փլեգոնի մոտ 70,000 մարդ, Տիգրանը արշավեց մայրաքաղաք։ Արդեն հոկտեմբերի 5-ին Տիգրանը մոտեցավ քաղաքի հարևանությամբ գտնվող Նիկեփորիոն գետին և գտավ մի հսկայական դաշտ, մոտ 3 կիլոմետր լայնությամբ և 1 կիլոմետր երկարությամբ, և իր զորամասերը դիրքավորեց այդտեղ։ Լուկուլոսը, իմանալով հայկական զորքի մոտենալու մասին, արդեն պատրաստվել էր հետագա ճակատամարտին։ Ամառը Լուկուլոսը ստացել էր թարմ ուժեր, մոտ 8000 մարդ, 6000 լեգիոներ, 1000 նետաձիգ և 1000 թեթևազեն հեծյալ, և արդեն հռոմեական մշտական մարզված բանակի կազմը հասնում էր 22,000-ի։ Նա նաև ստացել էր օգնական զորքեր Կապադովկիայից և Գալատիայից, ինչի հետ կապված ըստ հույն պատմիչ Ստրաբոնի, հետագայում Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսը ստացավ ծոփքի նշանավոր Տոմիսա ամրոցը։ Լուկուլոսը, սկսելով զորքի շարժը, թողեց նետաձիգներին և 6000 լեգիոներ պաշարումը շարունակելու համար։ Նրա հիմնական զորքը, որը օգնական ստորաբաժանումների հետ կազմում էր արդեն մոտ 45,000 մարդ, շարժվեց մարտի դաշտ։ Հայկական զորքի կազմը հետևյալն էր. մոտ 10,000 ծանրազեն հեծյալ, որոնց հունական աղբյուրներում անվանում են կատաֆրակներ, սրանք զինված էին գլխավորապես 3-ից 4 մետրանոց ծանր նիզակով, հունարեն կոնտոս, և գոտկատեղից կախված դաշույնով, ինչպես նաև 15,000 թեթևազեն նետաձիգ հեծյալներ կամ թրով զինված հեծյալներ։ Իսկ հետևակը կազմված էր գլխավորապես ծանրազեն նիզակավոր ստորաբաժանումներից, մոտ 25,000 մարդ և թեթև, սրով կամ կրկին նիզակով զինված կաշվե հանդերձանքներով ստորաբաժանումներից, մոտ 10,000 մարդ։ Առկա էին նաև Վիրքից և Աղվանքից ուղարկված նետաձիգներ կամ պարսավորներ, մոտ 5,000 մարդ։ Վերջապես, ճակատամարտին մասնակցում էր նաև Տիգրանի դնանի գունդը, որի սպառազինությունը առանձնապես չէր տարբերվում մնացած ծանրազեն հեծյալներից, բացառությամբ պարտադիր գոտկատեղից կախված երկսայր սուրը մերձամարտի համար։ Հայկական զորքերի դասավորվածությունը այսպիսին էր. Տիգրանը գտնվում էր կենտրոնում պալատական գնդի ուղեկցությամբ։ Ադիաբենեի թագավորին նա տվեց ձախ թևը, իսկ Ատրպատականի թագավորին ծանրազեն հեծելազորի գլխավորությամբ աջ թևը։ 69 թվականի հոկտեմբերի 6-ին հռոմեական զորքերը սկսեցին զորաշարժը։ Լուկուլոսի մարտավարությունը հետևյալն էր. զորքը մինչ գետանցը բաժանելով երկու մասի, նա հրամայեց օգնական ստորաբաժանումներին, մասնավորապես Գալատիայից, Կապադովկիայից և այլ հույներից կազմված իր ուժերին, մեկ հռոմեական լեգիոնի ուղեկցությամբ կատարել գետանց և հարձակվել հայկական ուժերի վրա ճակատից։
Իսկ ինքը, վերցնելով 2 փորձառու լեգիոն եւ գալատական հետյալ մի գունդ, իր պահապան գումարտակի հետ միասին սկսեց աննկատ զորաշարժ հայկական զորքի թիկունքում։ Ճակատային գրոհի նպատակն էր կաշկանդել հայկական ուժերը մարտով եւ հետագայում կեղծ նահանջով ստիպել խախտել մարտակարգը, իսկ Լուկուլոսի գլխավորությամբ թաքնված ուժերը պիտի անսպասելիորեն հարվածեին հաղթանակի հետևից վազող հայկական զորքերին թիկունքից։ Այսպիսով 69 թվականի հոկտեմբերի 6-ին հռոմեական զորքերը սկսեցին հարձակումը։ Թեթևազեն այրուձին հետևակային ուժերի ուղեկցությամբ սկսեց ճակատային գրոհ հայկական հետևակային շարքերի վրա։ Տիգրանի հետևակը արժանի կռիվ տվեց հակառակորդին, սակայն կարճատև ընդհանրումից հետո հռոմեական ստորաբաժանումները սկսեցին անսպասելիորեն նահանջել։ Տիգրանը նկատելով նահանջը հրամայեց զինվորներին հետապնդել փախուստի դիմող թշնամուն։ Անմիջապես ձախ թևում գտնվող թեթևազեն հեծյալները սկսեցին հակահարձակումը, մնացած զորքը նրանց հետևից։ Թիկունքում մնաց միայն ծանրազեն հեծելազորը, ատրպատած թագավորի գլխավորությամբ։ Եվ այս պահին ճակատամարտին հետևող Լուկուլոսը տեսնելով հայկական մարտակարգի խախտումը, հրամայեց իր զորամասերին անմիջապես հարվածել ատրպատած թագավորի հեծյալներին։ Վերջիններս փորձեցին վերադասավորվել եւ կռիվ տալ, սակայն տեղանքը եւ հակառակորդի անսպասելի հարձակումը թույլ չտվեցին նրանց հաղթել հռոմեացիներին։ Մինչ հարձակումը Լուկուլոսը հրահանգել էր զինվորներին հարվածել հեծյալների անպաշտպան ոտքերին եւ ազդրերին։ Այսպիսով, մինչ զորքի մի մասը իր գլխավորությամբ կզբաղվեր ատրպատած թագավորի ջախջախումով, մյուս մասին Լուկուլոսը հրամայեց հարվածել հիմնական ուժերին թիկունքից։ Հայկական զորքերի պարտությունը ակնհայտ էր։ Հռոմեական նահանջող զորքերը, տեսնելով հայկական զորքում տիրող իրարանցումը, շրջվեցին եւ ամբողջ ուժով սկսեցին կռվել հետապնդող հայկական ուժերի դեմ։ Վերջիններս հասկանալով շրջափակման անխուսափելիությունը, խուճապի մատնվելով սկսեցին անկանոն փախուստ։ Հեծյալները տրորելով մարտական ընկերներին փորձում էին փախչել, բարդացնելով զորքի առանց այտել ծանր դրությունը։ Կանոնավոր նահանջ կատարեց միայն թագավորի պահապանների գունդը, որը Տիգրանին իր որդու հետ միասին դուրս հանեց կռվի դաշտից։ Մնացած ստորաբաժանումներին մեծ մասամբ ևս հաջողվեց փախչել հռոմեական սրից։ Իհարկե, ոչ առանց կորուստների։ Կարճատև ճակատամարտի արդյունքում մեծ քանակական կորուստներ հայկական զորքը չկրեց։ Խելամիտ տվյալներ կորուստների վերաբերյալ տալիս է գերմանացի ռազմական պատմաբան Կուրտ Եքարդը, ըստ որի հայկական զորքը կորցրել էր ընդամենը 5000 մարդ։ Ինչևիցե, ճակատամարտում հայկական զորքերը կրեցին ծանր պարտություն սակավաթիվ հռոմեական ուժերից։ Ինչքան էլ փոքր լիներ մարդկային կորուստների թիվը, այս ճակատամարտի հետևանքը հայկական տերության հետագա քայքայումն էր եւ ժամանակի ամենահարուստ հայկական քաղաք Տիգրանակերտի Կողոպուտը եւ Քարուքանդը։ Քաղաքի կայազորի հույն հրամանատարները, բարձրացնելով ապստամբություն Մանկայոսի դեմ, գրավեցին քաղաքի 2 աշտարակները եւ ներս թողեցին հռոմեացիներին։ Գրավելով քաղաքի գանձերը, Լուկուլոսը դրանց մի մասը բաժանեց իր զինվորներին, պարգևատրելով ամեն լեգիոների ըստ իր պաշտոնի։ Այնուհետև խուսափելու համար պարտիզանական հարձակումներից տեղափոխեց իր զորքը կորդուկ ծմերելու նպատակով։ Քաղաքի հունական հարուստ բնակչությունը քշվեց Հռոմի ներքին պրովինցիաներ, իսկ մնացածը հետ վերադարձան Կապադովկիա եւ Կիլիկիա։ Տիգրանի ծրագիրը այս հիասքանչ քաղաքի բարքերով փոխել հայկական հին նահապետական կարգը ձախողվեց։ Տիգրանը նահանջելով Արտաշատ սկսեց նոր ուժեր հավաքել։
Ճակատամարտում պարտությունը դեռ չէր նշանակում պարտություն պատերազմում։ Սիրելի դիտող, եթե ցանկանում ես աջակցել մեր նախնիների պատմության քարտեզագրական եւ անիմացիոն նկարագրմանը, բաժանորդագրվիր ալիքին եւ սեղմիր հավանել կոճակը։